Եվրոպացի առաջնորդները խուճապի մեջ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով, որն ուղղված է ուկրաինական հակամարտությունն արագ կարգավորելուն։ Այս մասին հայտարարել է բրիտանացի դիվանագետ Յան Բրուդը Judging Freedom YouTube ալիքում։ Եվրոպական առաջնորդները սարսափած են, որ Թրամփը եկել է իշխանության եւ Ուկրաինայի նկատմամբ քաղաքականություն է վարում բոլորովին այլ ուղղությամբ, քան նրանք ցանկանում էին եւ կարճում էին ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր վերջին 11 տարիների ընթացքում, աջակցել Ուկրաինային մինչև վերջին ուկրաինացին, սպառնալով, որ ռուսական բանակը կհարձակվի հաջորդ շաբաթ, ասել է նա։ Ռուսաստանը ցույց է տվել ՆԱՏՕ-ի լիակատար ձախողումը։ Այս մասին ասել է թագավորական նավատորմի նախկին հրամանատար Սթիվեն Ջերմին Դենիել Դեյվիսը Deep Dive YouTube ալիքում։ Մենք հատեցինք կարմիր գիծը սկսելով ընդլայնումը դեպի Ուկրաինա, եւ Ռուսաստանը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն իրականում թղթե վագր է, ասել է նա։ Պաշտոնաթող զինվորականի խոսքով արևմտյան երկրները պետք է ուշադիր լսեին Ռուսաստանի նախազգուշացումները եւ հաշվի առնեին նրա ազգային անվտանգության շահերը։ Մարդիկ ասում էին, որ ռուսները բլեֆ են անում, նրանք երբեք բլեֆ չեն անում։ Նրանք արել են ճիշտ այնպես, ինչպես ասել են, որ կանեն, ասել է Սթիվ Ջերմինը։ Ուկրաինայի զինված ուժերին լայնածավալ աջակցությունը Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից կարող է ծառայել որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիք պոտենցիալ հրադադարից հետո։ Welt հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Հարցազրույցի ժամանակ կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինա գերմանական զորքեր ուղարկելու հարցը սեղանին դրված չէ, ինչին ի պատասխան իրեն հարցրել են, թե անվտանգության ինչ երաշխիքների վրա կարող է հույս դնել Կիևը նման դեպքում։ Դե իհարկե մենք կարող ենք շարունակել զգալիորեն աջակցել ուկրաինական բանակին, զենք մատակարարել նրան Միացյալ Նահանգների աջակցությամբ, որպես եվրոպական համատեղ ջանքերի մի մաս։ Կան մի շարք հնարավորություններ, թե ինչպես ապահովել հրադադարի եւ հետագայում խաղաղության համաձայնագրի կատարումը, ասել է Մերցը։ Հյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը, հողում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 8:10-ի սահմաններում, Ֆոնսան տարածքից դեպի ճապոնական ծով։ Մեջբերում է գործակալությունը կոմիտեի հայտարարությունը։ Սկզբում Սեուլը հայտնել էր բալիստիկ հրթիռի արձակման մասին, այլ մանրամասներ չհայտնելով։ Մեր զինված ուժերն ուժեղացրել են հսկողությունը լրացուցիչ արձակումների դեպքում։ Մենք տեղեկություններ ենք փոխանակում հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների մասին ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հետ եւ պահպանում ենք լիակատար պատրաստվածությունը, ավելացրել են ՌՈԿ-ի զինվորականները։ Վերջին անգամ Փենյանը մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ մարտի 10-ին, երբ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան սկսեցին ազատության վահան լայնածավալ զորավարժությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է 5-շաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին։ Այս մասին հայտնել է New York Times թերթը, վկայակոչելով աղբյուրները։ Սա կլինի առաջին առևտրային համաձայնագիրը, որը կնքվում է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո։ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Պարբերականը ընդունում է, որ կողմերը նախ կհայտարարեն շրջանակային համաձայնագրի մասին, ապա կշարունակեն աշխատել գործարքի վերջնական պայմանների վրա։ Բացի այդ, ԱՄՆ-ն մոտ է Իսրայելի եւ Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրերի կնքմանը, նշում է New York Times-ը, ինչպես նաեւ բանակցություններ է վարում Վիետնամի, Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի հետ։ Տյումենի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը ուղերձ է հղել հաղթանակի օրվա առթիվ։ Մայիսի 9-ը հատուկ օր է մեծ հաղթանակի եւ ԽՍՀՄ ժողովուրդների հերոսական սխրանքի օրը։ Այո, սա մեր ընդհանուր սուրբ տոնն է։ Ի վերջո հայրենական մեծ պատերազմում հաղթանակը դարձավ խորհրդային ժողովրդի անհավատ ալիքաջության, աննկուն կամքի եւ հոգեվոր մեծության խորհրդանիշը։ Դժվար է պատկերացնել, թե ինչ դժվարությունների միջով են անցել մեր նախնիները հանուն ընդհանուր հաղթանակի, որը միավորել է խորհրդային միության տարբեր ժողովուրդներին։ Չնայած այն հանգամանքին, որ հաղթանակը թանկ արժեցավ խորհրդային միության համար, խորհրդային զինվորը կարողացավ կորուստների, դժվարությունների եւ սովի մեջ պահպանել եւ կրել իր ազգային բնավորության լավագույն գծերը, դրանով ցուցաբերելով ընկերակցության եւ բարեկամության բարձր զգացում խորհրդային միության բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հետ։
Սա եւս մեկ անգամ ապացուցեց այն պարզ ճշմարտությունը, որ ժողովուրդն անպարտելի է, եթե միասնական է։ 2023 թվականին Դյումենում բացվեց ռուս-հայկական բարեկամության այգին, որը կրում է Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանի անունը։ Հուշարձանի հանդիսավոր բացման օրը Դյումենի հայկական մշակութային կենտրոնի գործունեության շրջանակներում գործող Նաիրի պարային համույթի սաները կրկնեցին իրենց նախապապերի Քոչարի հաղթական պարը։ Այդ օրը պատվավոր հյուրերի թվում էր նաև հայրենական մեծ պատերազմի վետերան Հայաստանից Դյումեն եկած 99-ամյա Ներսես Օգանեսովիչ Սիմոնյանը։ Թող հաղթանակը եւ դրա հիշատակը միշտ մեզ հետ լինեն, մեր սրտերում բարի ձեռնարկումներ, մշտական հոգատարություն, ավագ սերնդի նկատմամբ եւ աշխատանքում ի բարօրություն հայրենիքի։ Շնորհավորում եմ բոլորիս հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, ասված է ուղերձում։ День Победы, День Победы. Անդիմությունը պետք է ներողություն խնդրի, քանի որ 3 խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը նրանց գործունեության արդյունքն էր։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Խոսելով իր քաղաքական թիմի ամոթի մասին, Սիմոնյանը նշել է. «Մեր իշխանության քաղաքական ամոթն այն է, որ այս մարդիկ, որոնք թույլ չեն տալիս, որ քաղաքական դաշտում ընդդիմություն ձևավորվի, դեռ բանտում չեն։ Այն է, որ մենք գալով 2018-ին իշխանության, նույն տրամաբանության մեջ էինք ապրում եւ մտածում Ղարաբաղի հետ կապված, հավատում եւ վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը գոյություն է ունեցել 30 տարի, այսինքն կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնեցնի, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու թռան», ասել է Սիմոնյանը։ Կամք նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը ՀՀ քաղաքացիներին հորդորել է չտրվել քաղաքացիական պայմանագրի սադրանքներին եւ մաս չկազմել հակառուսականության ալիքի։ Չախալյանն անդրադարձել է նաև վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը եւ նշել, որ թերահավատորեն է մոտենում այդ գործընթացին եւ կարծում է, որ Փաշինյանին պետք է հեռացնել քաղաքական ճնշման արդյունքում։ Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է երկրի օդանավակայանների մեծ մասի, այդ թվում Իսլամաբադի միջազգային օդանավակայանի բնականon գործունեությունը վերականգնելու մասին։ Այս մասին հայտում է Down թերթը վկայակոչելով գերատեսչությանը, նրանք նշել են, որ Պակիստանի օդային տարածքը մնում է բաց եւ անվտանգ քաղաքացիական ավիացիայի համար միաժամանակ օդային երթևեկությունը Իսլամաբադի, Ռավալպինդի եւ Կարաչիի շրջաններում ամբողջությամբ վերականգնվել է։ Այնուամենայնիվ Իսլամաբադի եւ Լահորի միջև որոշ թռիչքներ գործառնական պատճառներով կփակվեն բոլոր բարձրությունների վրա մինչև մայիսի 9-ի երեկոյան ժամը 12:20-ը։ Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը սկսեցին Սինդուր օպերացիան հարվածներ հասցնելով 9 թիրախների Պակիստանում եւ Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում, որտեղ Նյու Դելին ասում էր, որ ահաբեկիչներ են տեղակայված։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական համաժողովը կանցկացվի հունիսին Մինսկում նոր ցուցահանդեսային կենտրոնում առաջինների լողավազան Telegram ալիքում, որը մոտ է նախագահի մամուլի ծառայությանը։ Լուկաշենկոն ելույթ է ունեցել միջազգային ցուցահանդեսային կենտրոնի բացմանը, որը նա անվանել է հրաշք։ Լուկաշենկոն ասել է, որ իրենք ծրագրում են Եվրասիական տնտեսական ֆորումն անցկացնել նոր ցուցահանդեսային կենտրոնում, որը կանցկացվի այս տարվա հունիսին Մինսկում, հաղորդում է հեռուստաալիքը։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին մեկնել է Մոսկվա, մասնակցելու հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Այս մասին հայտնում է Եգիպտոսի ղեկավարի գրասենյակը։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին լքել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքը եւ մեկնում է Մոսկվա մասնակցելու մայիսի 9-ին կայանալիք հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Ասվում է եգիպտական Al-Yum As-Sabia պորտալի տարածած զեկույցում առանձին նշվում է, որ Ալ-Սիսին Ռուսաստանի դաշնություն է ժամանելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հրավերով։ Նախկինում պաշտոնական հայտարարություն չկար Եգիպտոսի առաջնորդի Մոսկվա այցելելու պլանների մասին, դեռևս տեղեկություններ չկան, թե արդյոք Ալ-Սիսին նախատեսում է երկկողմ հանդիպումներ տոնական միջոցառումների այլ մասնակիցների հետ։
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի օրը մենք գլուխ ենք խոնարհում միլիոնավոր մարդկանց սխրանքի առջև, ովքեր անհավանական ջանքերի գնով փրկեցին աշխարհը ֆաշիզմից։ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղում մեծ հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանն ասել է համալսարանի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, ընդգծելով հայ ժողովրդի զգալի ներդրումը այդ հաղթանակում։ Նա հիշեցրել է, որ ամբողջ խորհրդային միության տարածքից 1941-ից 45 թվականների պատերազմի ընթացքում զինվորագրվել է մոտ 600,000 հայ, ավելի քան 200,000-ը իրենց կյանքն են տվել համաշխարհային չարիքի ֆաշիզմի դեմ պայքարում։ Բազմաթիվ հայ ականավոր գեներալներ ու մարշալներ, մարշալ Բաղրամյանը, մարշալ Բաբաջանյանը, մարշալ Ագանովը եւ մյուսները ոսկե տառերով են գրել իրենց անունները պատմության տարեգրության մեջ, շեշտել է Արման Վարդանյանը, ԽՍՀՄ ամենաբարձր կոչմանն արժանացած ավելի քան 100 հայորդիներից առանձնացնելով հատկապես խորհրդային գրոհային ավիացիայի լեգենդար հայ օդաչու խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի սխրանքները։ Будущий дважды герой. Родился 15 марта 1913 года в городе Шуши, в Карабахе, в армянской семье. В боях Великой Отечественной войны Степанян совершил 259 боевых вылетов, потопил 13 вражеских кораблей и судов, 1 миноносец, 2 сторожевых корабля, 1 тральщик, 2 сторожевых катера, 2 торпедных катера, 5 транспортов, десятки кораблей врага. При боевых действиях над сушей уничтожил 80 фашистских танков, 600 автомашин, 40 орудий артиллерии, 40 орудий зенитной артиллерии и 40 установок малой зенитной артиллерии, 27 самолетов, из них 2 это бомбардировщики Ju-88, легендарные в то время. Остальных он уничтожил в аэродромах, они уже даже не успели взлететь. Ուկրաինացի զինծառայողները կրկնել են Կուրսկի շրջանի Տետկինո գյուղի վրա 40-50 հոգանոց ուժերով հարձակվելու փորձը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Ըստ տվյալների, ուկրաինական զինված ուժերը նախքան հարձակումն իրականացրել են հրետանային նախնական պատրաստություն եւ ռմբակոծություն։ Հակառակորդը Ռիժեսկի անտառից ոտքով է շարժվում Չապաևի փողոցը գրավելու համար, բայց անհաջող։ Ասվում է զեկույցում։ Հրատարակությունն ընդգծում է, որ ուկրաինացի զինծառայողները հարձակվել են ռուսական ավիացիայից, ոչնչացվել է տեխնիկայի շարասյունը։ Ռուս ռմբակոծիչները նշել են, որ ուկրաինացի զինվորները բառացիորեն գնում են դեպի գնդացիրները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կինը Մելանիա Թրամփը հազվադեպ է հայտնվում Սպիտակ տանը, իսկ նրա փոխարեն առաջին տիկնոջ պարտականությունները կատարում է ամուսինը։ Այս մասին գրում է New York Times-ը։ Պարբերականի տվյալներով հունվարի 20-ին Թրամփի երթմնակալությունից ի վեր Մելանիան ընդհանուր առմամբ 14 օրից պակաս է անցկացրել Սպիտակ տանը։ Նրա մի շարք պարտականություններ ստանձնել է նախագահը։ Մասնավորապես նա ընտրում է դեկորացիաները Սպիտակ տան նստավայրի համար, զբաղվում վարդերի պարտեզի զարդարմամբ, արևելյան թևում հանդիպում էքսկուրսիոն խմբերին։ Մելանիայի պահվածքի պատճառը կարող են լինել Թրամփի դեմ մահափորձերը, որոնք խիստ վախեցրել են նրա կնոջը, ով վաղուց էր անհանգստանում ընտանիքի անվտանգության համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին անվանել է սիրելի ընկեր։ Չորեքշաբթի Սի Ցզինփինը այցով ժամանել է Ռուսաստան։ Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդները 5-շաբթի օրը Մոսկվայում բանակցություններ կվարեն, հանդես կգան համատեղ հայտարարություններով, ելույթ կունենան ԶԼՄ-ների հետ եւ ոչ պաշտոնական կզրուցեն թեյի շուրջ։ Հարգելի պարոն նախագահ, հարգելի բարեկամ, հարգելի չինացի ընկերներ, ինձ համար մեծ հաճույք է ողջունել բոլորիդ Մոսկվայում։ Ես շատ ուրախ եմ մեր նոր հանդիպման համար Կրեմլում Սի Ցզինփինի հետ բանակցությունների մեկնարկին, ասել է Պուտինը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ անկեղծորեն գնահատում է Չինաստանի ղեկավարի հետ անձնական անմիջական շփման հնարավորությունը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ասել է, որ Թեհրանը կբախվի սարսափելի հետևանքների, եթե տարածաշրջանի տարբեր խմբավորումներ, ինչպիսիք են Անսար Ալլահը, Հութիները Եմենում կամ Հեզբոլլա, Լիբանանում շարունակեն սպառնալ կամ հարձակվել Թել Ավիվի վրա, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։ Ես նաև զգուշացնում եմ Իրանի ղեկավարությանը, որ ֆինանսավորում, զինում եւ ղեկավարում է Հութի աբեկչական կազմակերպությունը։ Վստահված անձերի համակարգը ավարտված է եւ չարի առանցքը փլուզվել է։
Դուք Իրանի իշխանությունները անմիջական պատասխանատվություն եք կրում։ Մենք ձեզ հետ ենք Թերանում, կանենք նույնը ինչ արեցինք Բեյրութում, Հեզբոլլահի, Գազայում, Համասի, Դամասկոսում Ասադի եւ Եմենի հութիների հետ, ասել է նախարարը։ Նախարարի խոսքով Իսրայելը պետք է կարողանա ինքնուրույն պաշտպանվել ցանկացած սպառնալիքից եւ ցանկացած թշնամուց, ուստի հութիների Իսրայելի տարածքի վրա հարձակումները շարունակելու փորձերը կհանգեցնեն ծանր հետևանքների։ Ռուսաստանը իր օրինակով արժանի դիմադրություն է ցույց տալիս հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը եւ միջամտությանը։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը։ Ռուսաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է նա արժանապատվորեն դիմադրում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը եւ միջամտությանը, ինչպես նաեւ չնայած արևմուտքի կողմից սահմանված բաժամիջոցներին ցուցադրում է քաղաքական եւ տնտեսական կայունություն, ասել է նա։ Դիազ-Կանելը Մոսկվայի ժամանել նախորդին, որը նախապես այցելել էր Սանկտ Պետերբուրգ։ Ակնկալվում է, որ Դիազ-Կանելը կմասնակցի հաղթանակի 80-ամյակի պատվին հանդիսավոր միջոցառումներին։ ԱՄՆ-ն առաջիկա օրերին կսկսի նոր B-61-13 ջերմամիջուկային ռումբի արտադրությունը։ Այս մասին հայտում է ՌԻԱ Նովոստին վկայակոչելով ԱՄՆ միջուկային անվտանգության ազգային վարչության տնօրենի պաշտոնակատար Թերեզա Ռոբինսի ելույթը կոնգրեսում։ Առաջին B-61-13 ռումբը կարտադրվի այս ամիս, ասել է պաշտոնյան։ B-61-13-ը միջուկային ռումբի նոր տարբերակն է։ Այն ստեղծելու որոշումն ընդունվել է 2023 թվականի վերջին։ Մինչև հաջորդ տարվա վերջ նախատեսվում է ռումբը զինել ամերիկյան կործանիչներով եւ B-21 ռազմավարական ռմբակոծիչով։ Եվրամիությունն հերթական տրանշի շրջանակներում 1 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային Ռուսաստանից առնցված ակտիվների հավելյալ ներդրումից ստացված եկամուտներից։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում։ Եվրահանձնաժողովը Ուկրաինային հատկացրել է բացառիկ մակրոֆինանսական օգնության 4-րդ տրանշը 1 միլիարդ եվրոյի չափով, դրանով իսկ ամրապնդելով Եվրամիության որպես Ուկրաինայի խոշորագույն դոնորի դերը, ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինայի վարկավորման ընդհանուր ծավալը տարեսկզբից հասել է 6 միլիարդ եվրոյի։ Ապագայում Եվրամիությունը նախատեսում է Կիևին փոխանցել եւս 12.1 միլիարդ եվրո։ Էկոնոմիկայի հարցերով Եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական եւ ռազմական առումով։ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղում տեղի է ունեցել հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ համալսարանի Երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը հանդիսավոր կերպով բացել են հաղթանակի գրականության ցուցահանդեսը։ Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն իր խոսքում դա իսկապես մեծ հաղթանակ էր, որը հնարավորություն է տվել մեզ երկար տասնամյակներ ապրել խաղաղության եւ անվտանգության մեջ, եւ կարեւոր է, որ դա իմանա հատկապես երիտասարդությունը։ Все, что мы будем делать, будет напоминать именно те майские дни 45-го, когда наши деды и прадеды освобождали нашу родину. Я хочу сказать, что это наследие, оно должно всегда быть, всегда должны помнить наши студенты, молодежь и школьники, потому что мы как раз решили, вот целый месяц эта выставка будет у нас, и к нам придут школьники из разных школ, наших партнеров, а также из других вузов, которые ознакомятся с историей нашей победы. Я думаю, что армянский народ вправе громко заявить о том, что принимал самое активное участие в этой войне, потому что мы знаем, что 20% населения Советской Армении ушло на фронт. И это каждый пятый житель Республики Армения, Советской Республики. Հոկտեմբերի 27-ի քրեական գործի քննությունը ակտիվ նախաքննության փուլում է եւ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նա պարզաբանել է հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդման մեջ չի ներառվել, հաշվի առնելով նախաքննության շահերը։ Ես դիտավորյալ չեմ պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, որպեսզի չվնասեմ քննությանը, ասել է Վարդապետյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է Գյումրու բժշկական կենտրոններից մեկի բաժնի վարիչը ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ընթացքում։ Ըստ մամուլի տեղեկությունների ձերբակալված բժիշկը Գյումրու բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանն է։ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի եւ Մոլդովայի ժողովուրդներին։ Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ մեր երկրներում սրբորեն հիշում են մեր հայրերի եւ պապերի փառավոր սխրանքները, մեր սուրբ պարտքն է խնամքով պահպանել հաղթանակ տարած սերնդի կտակները, անշեղորեն կանխել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու ցանկացած փորձ, բացահայտել եւ մոռացության չտալու նացիստների եւ նրանց աջակիցների կատարած հանցագործությունները, նշել է Ռուսաստանի պետության ղեկավարը։ Հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օրժամկետով։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Ուկրաինա։ Ես իսկապես պլանավորել եմ այցելել Ուկրաինա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Մենք այժմ աշխատում ենք այս այցի անցկացման ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք Եվրամիության կողմից նշանակալի ներդրում ունենալ առաջիկա շաբաթաբերդից հետո այնտեղ երկարատև հրադադար ապահովելու, ապա Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Մինչև Ռուսաստանի հետ մշտական հրադադարի եւ նման համաձայնագրի կնքումը մենք չենք կարող որևէ տեղեկատվություն տրամադրել Ուկրաինային տրամադրվող անվտանգության երաշխիքների շրջանակի մասին, քանի որ պարզապես դեռ չգիտենք պայմանները, ասել է Մերցը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ֆինլանդիայում Ռուսաստանի հետ սահմանի մոտ մայիսի 12-ից 16-ը կանցկացվեն ցամաքային զորավարժություններ, որոնց կմասնակցի 1300 զինծառայող եւ 280 միավոր տեխնիկա, հայտնում են Ֆինլանդիայի ցամաքային ուժերը։ Զինված ուժերի Կայնու ու Մեծո 1 կոտորակ 25 բրիգադի զորաբաժանումների զորավարժությունները տեղի կունենան Կոհմույում մայիսի 12-ից 16-ը, ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զորավարժություններին կմասնակցեն կապի, լոգիստիկայի, հետևակային եւ ինժեներական ստորաբաժանումների, հյուսիսային Կարելիայի սահմանապահ ջոկատների մոտ 1300 զինծառայող, ինչպես նաեւ մոտ 280 միավոր տեխնիկա։ Հնդկաստանը մայիսի 7-ին հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանին եւ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրին, արձագանքելով հնդկական Քաշմիրում ուխտավորների վրա կատարված հարձակմանը, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ։ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը հայտարարել է, որ հարվածները եղել են ճշգրիտ եւ միայն ահաբեկչական թիրախների դեմ։ Գործողությունը ստացել է օպերացիա Սինդուր անվանումը, հայտնել է Reuters-ը։ Պակիստանը հայտնել է, որ հարվածները հասցվել են նաեւ քաղաքացիական թիրախներին, այդ թվում մսկիթին, եւ հայտարարվել է առնվազն 26 խաղաղ բնակչի զոհվելու մասին։ Պակիստանի բանակը հայտարարել է, որ խոցել է Հնդկաստանի 5 ռազմական ինքնաթիռ, ինչը Նյու Դելին հերքել է։ Երկու կողմերում էլ զուգահեռ արձանագրվել է ծանր հետակոծություն վերահսկողության գծի երկայնքով։ Զոհեր կան նաեւ Հնդկաստանի Քաշմիրում, առնվազն 15 քաղաքացի, 43 վիրավոր։ Միջազգային հանրությունը, ներառյալ ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները, Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան զսպվածության կոչ են արել։ Վերջին գործողությունները համարվում են ամենամեծ հարվածները 2019-ից հետո, ինչն աճող էսկալացիայի վտանգ է առաջացնում։ 3 վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում էր, ԱԺ կառավարություն հարց ու պատասխանը բուրն է անցել, երկրի ղեկավարը ամբիոնից սպառնալիքներ է հնչեցրել։ Որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։ Այսինքն մամուլի, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասած, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ, լսեմ ԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։
Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ապա անդրադառնալով ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների կողմից իր հասցեին արված հայտարարություններին եւ մեղադրանքներին ասել է, որ պատրաստ է հանդիպել եւ քննարկում ունենալ նրանց հետ։ Բան ունեք խոսալու, եկեք գնանք խոսանք։ Ինչի մասին եք ուզում խոսանք։ Ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսանք, ուզում եք պատերազմը հետաձգել չհետաձգելու մասին խոսանք, ինչի մասին եք ուզում խոսանք։ Եկեք գնանք խոսանք։ Այսինքն այդ մարդը ես ինչքան պետք է հիմա գամ ասեմ, ինչքան պետք է գնան թաքուն ստեղ այնտեղ էս պատի տակ են ծառի տակ, այն անկյունում, ինչքան մութ, ինչքան հնարավոր է մութ անկյունում նստեն խոսան։ Բան ունեն խոսալու։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Բան ունեք ասելու։ Ասում եմ, գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին անակնկալ կերպով փորձում են ազատել պաշտոնից։ Նրա փոխարենը տեղեկությունների ցանկանում են նշանակել Երևանի ԿՊ խմբակցության ավականու անդամ Տաթև Հովակիմյանին։ Ինչպես նշել է թատրոնի դերասանական կազմը, իշխանությունը փորձում է նաև մշակույթն ու թատրոնը հպատակեցնել իրենց, այդ ոլորտում նշանակելով դարձյալ ԿՊԱ-ականների։ Էմին Թորոսյանի խոսքով թատրոնում առկա են ֆինանսական խնդիրներ, որի լուծումը քաղաքապետարանի տիրույթում է, սակայն այնտեղից ստացած պատասխանը անտրամաբանական է համարում։ Առողջ բան եմ առաջարկում։ Եկեք աշխատավարձերը բարձրացնենք, ինչի մասին մինչ այդ հայտարարվել էր 30% շուրջ։ Գոնե որ մարդկանց կարողանանք ասենք, այո, կարողանանք ներկայացնել, որ ունենք խնդիր, այսինքն բարձրացվել է, կխաղանք, հետո աշխատավարձ կտրվի։ Ինձ պատասխանում ես, որ չէ, դե թող խաղանք, գումարը կհավաքեք, կտրամադրեք։ Ասում եմ, այսպես չի լինում։ Մարդուն որ աշխատացնում են, ոնց որ հաց չտան, ասեն հաց մի կեր աշխատի, հալա, որ լավ աշխատես, հաց կտանք, մի բաժակ էլ ջուր կտանք, բայց դու աշխատի։ Եղբայրը նախ դու ապահովի հացով, ջրով, նոր մարդուն ասա արի աշխատի։ Վերջը դա չաշխատեց մեր քննարկումները, հետո դա տևեց շուրջ 1 ամիս գրություններով։ Քննարկումը դրանից հետո եղավ ուղիղ իմ գրությունը մշակույթի եւ туриզմի վարչության պետին, հետո պարբերաբար Երևանի քաղաքապետին, որով խնդրվում էր իմ կողմից խնդրում էի, որ հանդիպում լինի, քննարկենք, որտեղ անիրատեսական էր, անտրամաբանական էր։ Եվրոպական խորհրդարանը մայիսի 7-ի լիագումար նիստի ընթացքում քվեարկության է դրել եւ հաստատել Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ կա նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դերակատարմանը։ Զեկույցին կողմ է քվեարկել 267 դեմ 74 ձեռնպահ 188 պատգամավոր։ Զեկույցով Եվրոպական խորհրդարանը աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, կոչ անելով Թուրքիային արագացնել Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունների հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպիսիք են օդային տարածքի եւ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը վերսկսել է չվերթների ընդունումն ու սպասարկումը հերթական ընդմիջումից հետո, հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։ Նրա խոսքով ձեռնարկության համար սահմանափակումները վերացվել են ժամը 21-ին։ Մինչ այդ օդանավակայանը մի քանի անգամ գիշերը դադարեցրել է գործունեությունը քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։ Սահմանափակումներ էին մտցվել նաև Մոսկվայի այլ օդանավակայաններում։ Հաղթանակի օրվա նախօրեին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումները Ռուսաստանի շրջանների վրա Կիևի արդարացի քայլն է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Արդար է, որ այժմ Ռուսաստանի օդային տարածքը նույնպես անհանգիստ է, ասել է նա։ Նախորդին ՌԴՊ-ն հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում շրջանների վրա ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 524 ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 5 հեռահար Նեպտուն կառավարվող հրթիռներ, ոչնչացրել են հիմարս բազմաթիվ հրթիռային համակարգի 2 արկ եւ JDAM կառավարվող 6 ռումբ։ Կրեմլը հայտարարել է, Կիևն այս հարձակումներով ցույց է տալիս ահաբեկչական գործողությունների իր հակվածությունը։ Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ։ Շիրակում, Լոռիում եւ Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։ Երևանում մայիսի 8-ի ցերեկը 10-ից 13-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։
Մարզերում մայիսի 8-ից 3-ը 11-ից 13-ին շրջանների զգալի մասում, 9-ից 3-ը 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, 8-ին եւ 12-ից 13-ին առանձին հատվածներում հորդառատ, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ից 11-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով, մայիսի 12-ից 13-ին կնվազի 4-ից 6 աստիճանով։